Եկեք հասկանանք կոնկրետ այս հայցերը, որոնք ներկայացված են, ինչ շրջանակներ են ընդգրկում, այսինքն հայտնի քաղաքական պաշտոնատար ներկա նախկին, ինչպիսի շրջանակների մասին է խոսքը, ում մասին է խոսքը, լավ։ Շատ լավ, իմ կողմից նշված 172 հայցադիմումները վերաբերում են տարբեր անձանց, անձիկ, որոնք օրինակ պաշտոնատար անձ չեն եղել կամ անձիկ, որոնք կոնկրետ պաշտոնատար անձիկ են եղել, խոսքը կարող է վերաբերում է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Բեկլարյանին, Գագիկ Խաչատրյանին, Հայկազ Բաղմանյանին, Վարդան Հարությունյանին, մի խոսքով այս ցանկը շատ է եւ կարող ենք թվարկել։ Եկեք դետալացնենք այդ դեպքում, ինչ գույք է պահանջում դատախազությունը Քոչարյանից, ինչ դրամական պահանջ ունի նաեւ նրա նկատմամբ։ Շատ լավ, հասկանալի պատճառներով դրանք ուղղակի հիշողությամբ թվարկելը շատ բարդ կարող եք ընթերցել, որովհետեւ դժվար է որևէ մեկը դա հիշի։ Ես որոշակի դուրսգրումներ ինձ մոտ ունեմ, կներկայացնեմ մեր կողմից այս պահին ներկայացված հայցապահանջը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանից եւ նրա փոխկապակցված անձանցից պահանջվում է ընդհանուր բռնագանձել 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է ընդհանուր 11 միլիարդ 154 միլիոն 790 հազար դրամ։ Անշարժ գույքերից 19-ը գտնվում են կենտրոնվարչական շրջանում։ Երկու անշարժ գույքի գնման իրավունք 3 միլիոն 84 հազար 965 ԱՄՆ դոլարով եւ 985 միլիոն 190 հազար 729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1 միլիոն 405 հազար 59 դոլարի եւ 200 միլիոն դրամի ավանդ։ Պահանջը ներառում է նաեւ թվով 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, այս իրավաբանական անձանց մեջ են նաեւ Toyota Երևան ՍՊ ընկերությունը, Nairi Insurance ապահովագրական ընկերությունը եւ այլն։ Ներկայացված հայցադիմումով պահանջվում են նաեւ 4 միլիոն 25 հազար 914 դոլարի, 8 միլիարդ 302 միլիոն 16 հազար 732 դրամի, 260 միլիոն 452 հազար 574 ռուբլի եւ 589 հազար 741 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք։ Պահանջը չի ավարտվում այսքանով, նաեւ պահանջում է բռնագանձել երկու տրանսպորտային միջոց, ինչպես նաեւ 3 միլիարդ 822 միլիոն 451 հազար 103 դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ։ Վերոգրյալից զատ նաեւ պահանջում է բռնագանձել 19 միլիարդ 561 միլիոն 949 հազար 303 դրամ, ինչպես նաև 502 միլիոն 359 հազար 121 դրամի չափով գումար, որպես քրեական գործով վճարված գրավի ապօրինության մաս։ Նշեմ նաև, որ մինչ Սահմանադրական դատարանի որոշումը ներկայացված է եղել դատարանի երկու հայցադիմում, որոնցից մեկը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին եւ նրան փոխկապակցված անձանց, իսկ մյուսը Սեդրակ Քոչարյանի եւ նրան փոխկապակցված անձանց, բայց Սահմանադրական դատարանի որոշումից հետո համապատասխան միջնորդության հիման վրա այս վարույթները միացվել են եւ ներկայումս դատարանում քննում են մեկ վարույթի շրջանակներում։ Բայց ինչու է մեկ վարույթը, որովհետեւ Սահմանադրական դատարանի որոշումն է դա պահանջել, թե այդ եւ Սահմանադրական դատարանի որոշումը էական նշանակություններ եւ բնականաբար փաստական հանգամանքներով այդ վարույթները կապված էին միմյանց հետ։ Շատ լավ, այս մասով այսքանն է դատախազության ուսումնասիրությունը, թե դեռ ունեք էլի ուսումնասիրություններ, որոնք կարող են ավելացնել այս ցանկը գույքերի, դրամական միջոցների։ Շատ լավ, խոսքը վերաբերում է այս պահին դատարանում ներկայացված հայցապահանջին։ Ինչ վերաբերում է ուսումնասիրություններին, ուսումնասիրությունների արդյունքները, ընթացքը եւ այլն հրապարակման ենթակա չեն, հետեւաբար ես կարող եմ խոսել միայն դատարանում քննվող գործերի մասին, իսկ ինչ վերաբերում է հայցապահանջին, բնականաբար սկզբում էլ նշեցի, հայցապահանջները չունեն ստատիկ բնույթ, դրանք դինամիկ են եւ յուրաքանչյուր պահի կարող են ենթարկվել փոփոխության այսքանը։ Դատախազության ուսումնասիրությունների առանցքում նաև Ծառուկյանի գույքն ու դրամական միջոցներն են։ Ինչ եք այստեղ ուսումնասիրել, ինչ կա։ Շատ լավ, ընդհանուր կներկայացնեմ նաև ներկայացված հայցադիմումով պահանջվող գույքերի չափը, մասնավորապես Գագիկ Ծառուկյանից եւ նրան փոխկապակցված անձանցից պահանջվում է բռնագանձել ընդհանուր 75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր-Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում եւ այլ անշարժ գույքեր։ Պահանջում է բռնագանձել 10 գույքի շուկայական արժեք, պահանջը ներառում է նաև 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են Multi Group Concern ՍՊ ընկերությունը, Multi Autotrans ՍՊ ընկերությունը, Onira Club ՍՊ ընկերությունը եւ այլ իրավաբանական անձինք։
Նաև դրամական առանձին պահանջ ունենք ներկայացված 105 միլիարդ 865 միլիոն 865,226 դրամի չափով։ Սա պահանջն է, որը ներկայացված է այս պահին։ Իսկ Արարատ ցեմենտի շուրջ ինչ կատարվեց եւ ինչու է նաեւ դատախազությունը սրա հետ կապված միջոցառում իրականացրել։ Շնորհակալություն։ Ուրեմն նախ ասեմ, որ Արարատ ցեմենտի հետ կապված վերջերս դատախազությունը եւս համապատասխան հրապարակմամբ հանդես էր եկել։ Այստեղ կիրառվեց հայցի ապահովման միջոց։ Նախ այս հայցի ապահովման միջոցին կցանկանամ մի փոքր անդրադառնալ, սա այն բացառիկ լիազորությունն է, որը նախատեսված է միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով։ Օրենքը թույլ է տալիս համապատասխան հիմքերի դեպքում միջնորդություն ներկայացնել դատարան եւ հայցի ապահովման միջոց որպես գույքի պահպանումը եւ կառավարումը հանձնել այս կամ այլ կազմակերպությանը, մասնագիտացված կազմակերպությանը կամ պետական տեղական ինքնակառավարման մարմիններին։ Այս լիազորություններից օգտվելով դատախազությունը ներկայացրել էր համապատասխան միջնորդություն եւ միջնորդությունը դատարանի կողմից 2026 թվականի հուլիսի 15-ին բավարարվեց։ Այս մասով ասեմ, որ դատախազության դիրքորոշումը միանշանակ է բոլոր այն դեպքերում, երբ վարույթներով կստացվեն տվյալներ, որ օրինակ բռնագանձման ենթակա գույքը այս կամ այլ կերպ փորձ է կատարում օգտագործվել ենթադրյալ հանցանքի կատարման համար կամ օգտագործվել է ենթադրյալ հանցանքի կատարման համար կամ գույքի արժեքը որևէ կերպ փորձ է կատարում էականորեն նվազեցնել գույքի արժեքը կամ որևէ կերպ խոչընդոտներ ստեղծել հետագայում դրա բռնագանձման համար, ապա դատախազությունը միանշանակ նմանատիպ միջնորդություններով հանդես է գալու դատարանում։ Այսինքն սա նոր չէ, սա դեռ տարիներ առաջ սկսած process է Արարատ ցեմենտի շուրջ։ Տեսեք, իմ կողմից ներկայացված հայցադիմումը մի քանի տարի առաջ է ներկայացվել եւ Արարատ ցեմենտ ՓԲ ընկերության նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառված եղել է։ Սակայն 2026 թվականի հուլիս ամսին ստացվել են նոր փաստական տվյալներ, որոնց հաշվառմամբ արդեն ներկայացվել է համապատասխան հայցադիմում եւ դատարան հայցադիմումը բավարարել է։ Կիրառվել է արդեն հայցի ապահովման մեկ այլ միջոց, որի հիման վրա պետությանն է հանձնվել Արարատ ցեմենտի կառավարումը եւ պահպանումը։ Ժամանակավոր կառավարումը պահպանումը։ Մյուս առանցքային անունը, որի մասին շատ ենք լսել եւ շատ ենք խոսել նաեւ Գագիկ Խաչատրյանն է։ Նրանից ինչ է պահանջում դատախազությունը։ Գագիկ Խաչատրյանից դատախազությունը ներկայացված հայցադիմումով պահանջում է ընդհանուր Գագիկ Խաչատրյանից եւ նրան փոխկապակցված անձանցից, այսպես ասեմ, պահանջում է ընդհանուր 193 անշարժ գույք, որոնի թիվը սայլնի ներառում է 46 բնակարան կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում, 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են Մեգասպորտ ՍՊ ընկերությունը, Մեգա Ֆուդ ՍՊ ընկերությունը, պահանջում է նաեւ 14 շարժական գույք 1,451,074 ԱՄՆ դոլարի չափով ձեռք բերված պարտատոմսեր, 147,210 ԱՄՆ դոլար ավանդ, 23,081,354 ԱՄՆ դոլարի, 409,806,800 դրամի եւ 9,750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք, առանձին դրամական պահանջը այս գործով կազմում է 17 միլիարդ 761 միլիոն 537,781 դրամ։ Այստեղ էլ է ոնց որ թե վարույթների միացում ունեցել, էլի ՍԴ-ի որոշման։ Այո, ինչպես ՍԴ-ի որոշման պայմանավորված, այնպես էլ նաև այդ փաստական հանգամանքներով, այո, պայմանավորված միացվել է ընդհանուր 4 վարույթները Գագիկ Խաչատրյանի, Արտյոմ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի եւ Արամ Խաչատրյանի վերաբերյալ։ Փոխկապակցված անձանց մասին է խոսքը։ Հովիկ Աբրահամյանի մասին էլ ասացեք, ինչ պահանջ ունի, ինչ ուսումնասիրություն է արել դատախազությունը նրանից եւ նրան փոխկապակցված անձանցից։ Շատ լավ, Հովիկ Աբրահամյանից եւ նրան փոխկապակցված անձանցից այս պահին պահանջում է բռնագանձել 59 անշարժ գույք, 4 ավտոմեքենա, 20 ընկերություններում մասնակցություններ, թվով 9 գույքերի շուկայական արժեքներ ընդհանուր 1 միլիարդ 628 միլիոն 277,090 դրամի չափով, 8 ընկերություններին տրված փոխառության պահանջի իրավունք 11 միլիոն 292,570 ԱՄՆ դոլարի չափով, 687 միլիոն 500 դրամի եւ 3 միլիոն 117,680 եվրոյի չափով։ Առանձին դրամական պահանջը կազմում է 21 միլիարդ 202 միլիոն 67,797 դրամ։
Թվում է թե վերջ չկա, բայց եւս երկու պաշտոնյայի նախկին անդրադառնանք եւ որ մեր ժամանակի մեջ կարողանանք տեղավորել այլ հարցի մասին խոսենք։ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված ուսումնասիրությունների մասին խոսեք եւ նաեւ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մասին։ Ինչ տվյալներ ունեք։ Շատ լավ, սկզբից անդրադառնամ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքերին, մասնավորապես մեր ուսումնասիրության արդյունքում ներկայացված հայցադիմումով պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձում մասնակցություն, 18000 հատ բաժնետոմս, ընդհանուր 1 միլիարդ 85 միլիոն 99435 դրամի փոխհարության պահանջի իրավունք, 1100 հատ արժեթուղթ, 1 միլիարդ 522 միլիոն 267485 հատ դրամ, սա միայն դրամական պահանջներ։ Ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանին եւ նրան փոխկապակցված անձանց, ասեմ, որ այս մասով եւս համապատասխան հրապարակում եղել էր, նախկինում ներկայացվել էր մեկ հայցադիմում, որը այս պահին քննվում է դատարանում, բայց դրանից հետո եւս մեկ հայցադիմում ներկայացվել է։ Ես առաջին հայցադիմումի հայցապահանջը կներկայացնեմ, դրանից հետո երկրորդ հայցադիմումի հայցապահանջը։ Խոսքը վերաբերում է հետևյալին Գագիկ Բեգլարյանից եւ նրան փոխկապակցված անձանցից ընդհանուր պահանջում է 36 անշարժ գույքի բռնագանձում, 1 անշարժ գույքի շուկայական արժեքի 253 միլիոն 251 հազար 366 դրամի չափով, 1 տրանսպորտային միջոց, 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, 10 իրավաբանական անձում մասնակցության իրավունք, որոնց թվին են դասվում Rio PBN, Արաբկիր կահույք ֆաբրիկա 1 PBN եւ այլն։ 8 հանձնված փոխհարության պահանջի իրավունք 1 միլիարդ 879 միլիոն 759 հազար 720 դրամի չափով եւ ընդհանուր 4 միլիարդ 464 հազար դրամ, սա դրամական պահանջ է։ Նաև երկրորդ հայցադիմումով արդեն որը վերջերս է ներկայացվել, պահանջում է բռնագանձել 7 անշարժ գույք կենտրոն վարչական շրջանում, 1 իրավաբանական անձում մասնակցություն եւ 635 միլիոն 471 հազար դրամ, այսինքն իմ կողմից նշված այս գույքերը առաջին հայցադիմում ներառված չեն եղել եւ նաեւ մի հստակեցում անենք, այս գույքերը, որոնց մասին որ ես թվարկում եմ, դրանք ապօրինի այս կամ այլ չափով ապօրինի ճանաչված գույքերն են, ոչ թե ամբողջ գույքակազմը, այլ այն գույքերը, որոնք այս պահին ապօրինի են ճանաչվել իրավասու մարմնի կողմից։ Սերժ Սարգսյանի մասին չմոռանանք, արդյոք կա ուսումնասիրություն եւ իր գույքի եւ դրամական միջոցների մասին ինչ է արձանագրել։ Շատ լավ, նախ ասեմ, որ մենք վերջերս դատական ակտ ունեցանք, համապատասխան վճիռ կայացվեց Սերժ Սարգսյանի գործով, որով դատարանը մասնակի բավարարեց դատախազության հայցադիմումը։ Ես կներկայացնեմ այն գույքերը, որոնք դատարանի կողմից բավարարվել են եւ եթե դատական ակտը օրինական ուժի մեջ մտնի, ապա տեղի կունենա հետեւյալ գույքերի բռնագանձում, մասնավորապես Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որոնցից մեկը կբռնագանձվի ամբողջությամբ եւ 2 գույքերի ապօրինի գնահատված մասերը, բանկերում ներդրված ընդհանուր 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, 352 միլիոն 438 հազար դրամ։ Ես նաև ասեմ, որ դատախազությունը համապատասխան հրապարակման նշել էր, որ հայցադիմումը բավարարվել է մասնակի, այս մասով կցանկանամ շատ կարճ դիտարկում անել, ըստ էության դատարանը համաձայնել է դատախազության կողմից կատարված հաշվարկների հետ, սակայն հայցապահանջում այն գույքերը, որոնք ունեցել են որոշակի ապօրինության մաս, դատախազության կողմից պահանջ էր ներկայացվել դրանք ամբողջությամբ բռնագանձելու, սակայն դատարանը բավարարել է միայն դրանց ապօրինության մասով բռնագանձման պահանջը։ Դատախազության ներկայացրած հայցադիմումների քանի տոկոսն է այսօր գտնվում դատարաններում։ Հայցադիմումների քանի տոկոսն է գտնվում դատարաններում։ Ես նշեցի, որ ընդհանուր հայցադիմումների քանակը իմ կողմից նշվեց 206, այս պահին քննվում է 172-ը։ Այո, դատարաններում քննվում է 172։ Շատ լավ, իսկ արդյունքների մասին ինչ կարող ենք ասել դատարաններում։ Արդյունքների մասին խոսենք, ուրեմն ներկայացված հայցադիմումներից ընդհանուր 2-ով արդեն կայացվել է վճիռ, որոնք օրինական ուժ են ստացել եւ ունենք նաեւ 11 հաշտության համաձայնություններ։ Ամբողջ 2 վճիռների եւ հաշտության համաձայնությունների արդյունքում բռնագանձվել է, այսինքն
բռնագանձում տեղի ունեցել արդեն 6 միլիարդ 300 միլիոն դրամի չափով, ինչը կազմում է շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս վճիռների եւ դատական ակտերի արդյունքում բռնագանձված գույքերի շարքին են դասվում ընդհանուր 12 անշարժ գույք, 2 շարժական գույք, ունենք բռնագանձված 2000 հատ բաժնետոմս, որը կազմում է շուրջ 30 միլիոն դրամ, արժեքը կազմում է, ընդ որում ձեռքբերման արժեքն է կազմում 30 միլիոն դրամ, ունենք նաև 264,000 ԱՄՆ դոլարի չափով փոխառության պահանջի իրավունք, որը գրանցվել է պետության անվամբ, նաև 1 միլիարդ դրամի բռնագանձում է տեղի ունեցել։ Մի կարևոր բան էլ նշեմ, դատական ակտի մասին խոսել ենք Կարապետ Գուլյանի վերաբերյալ կայացված, բազմիցս խոսվել է այդ հարցի վերաբերյալ, ես ասեմ, որ բացի այն, որ այդ դատական ակտով 2 գույքեր գրանցվել են Հայաստանի Հանրապետության անվամբ, նաև դատական ակտով բավարարվել էր գումարային պահանջ 1 միլիարդ 300 միլիոն դրամի չափով, դատական ակտը այդ մասով ուղարկվել է հարկադիր կատարման ծառայություն, որպեսզի բռնագանձումը կատարվի։ Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանն էր։ Կհանդիպենք։